Խոսք ասում է երկիրը երկինքը կանցնի, բայց իմ խոսքից, իմ խոստմունքից մի տար չի անցնի, մինչև չկատարվի։ Եվ իմ կյանքի ամենամեծ հայտնությունն է սա եղել, Աստծո խոսքի հավատարմությունը, որովհետև անգամ առ անգամ տարբեր առիթներով Տերը նեղության մեջ, երբ որ միայն իրենից պետք է գար պատասխանը, Տերը չուշացավ։ Երևի 2004 թվականն էր կամ 5, մենք նոր էինք եկել Ամերիկա և երբ որ նոր էմիգրանտ ես, շատ խնդիրներ ունես, ճիշտ է, բոլորս անցել ենք այդ ճանապարհը, շատ սարեր են քեզ շրջապատում, որ դու վերջը չես տեսնում։ Եվ Տերը իմ հետ խոսեց ու ասեց, որ նայիր ինձ, որովհետև բոլոր սարերը ես եմ խոնարհելու քո առջև։ Եվ այս երգը, երբ դու խոսում ես ինձ հետ, սարերը խոնարհվում են։ Եղավ մարգարեական իրականում իմ կյանքում։ Ես ստացա այդ խոստմունքը, Տերը ասեց, խնդրի ինձ, ինչ որ ինձ խնդրեց, Հիսուսի անունով ես քեզ կտամ, որ քո ուրախությունը կատարյալ լինի։ Եվ ես հիշում եմ, մենք մի կարևոր քննության էինք պատրաստվում, ես եւ եղբայրս։ Ու ես խնդրեցի Տեր, եթե ես այս քննությունը անցնեմ, եղբայրս չանցնի, իմ ուրախությունը կատարյալ չի լինի, խնդրում եմ քեզ, Հայր։ Եվ հրաշք էր, մենք շատ կարճ ժամանակում կարողացանք շատ բարդ մասնագիտական քննություններ հաղթահարել։ Եվ դա հրաշքի պես մի բան էր։ Ընդամենը 50 օր ենք պարապել եւ հաղթահարել ենք բժշկական քննություն։ Նույնիսկ որ անգլերենը այնքան քիչ էր մեր անգլերենի իմացությունը, պետք է բառարանով մենք թարգմանեինք բառեր, որ հասկանայինք ինչ է այս քննության իմաստը։ Ուղղակի Տիրոջը նայիր, ինչ որ սար կա քո առջև այսօր, մեկը կա, որ կարող է այդ սարերը խոնարհել։